Այսօրվա մեր դասը լինելու է գելը հեռացնելու տեխնիկա։ Սկսենք նրանից, թե ինչով ենք հեռացնում։ Ես ցույց կտամ երկու ֆրեզայով աշխատանք, եւ առաջին ֆրեզան լինելու է tverdospław ֆրեզա, այսինքն մետաղական, կանաչ գծանշումով։ Քանի որ ես աշխատելու եմ եւ հեռացնելու եմ գելային ծածկույթ երկար եղունգների վրա, որpիսի հնարավորինս արագ կարողանամ այն կատարել հեռացումը, դրա համար հենց ինձ հարկավոր է կանաչ նշումով ֆրեզա, քանի որ իր ատամիկները ավելի խոշոր են, քան կապույտ, կարմիր, դեղին ֆրեզաների դեպքում։ Ես ձեզ ցույց եմ տալիս առաջին հերթին, թե ինչպես եմ սկսում աշխատանքը արագ շարժումներով։ Վիդեոն հոլովակը ես չեմ արագացրել, աշխատում եմ ձեզ ցույց տալ հնարավորինս, այնպես ինչպես որ ես աշխատանքը կատարում եմ հենց անմիջապես հաճախորդի ձեռքերի վրա։ Հիմա խնդրում եմ ուշադրություն դարձնել այս նկարին, որտեղ ես ներկայացնում եմ tverdospław ֆրեզա, յոլոչկա, կանաչ գծանշանով։ Տեսեք, ներքևի հատվածում ատամիկները ավելի խոշոր են, քան վերևի հատվածում։ Բնականաբար, եղունգի ստրեսային հատվածը, ապիքսային զոնան, դա կենտրոնական հատվածն է։ Մենք հեռացնելու ենք խոշոր հատվածով, խոշոր ատամիկներով ֆրեզայի։ Այն հատվածները, որ համարվում է եզրային, այդ հատվածները եղունգի մենք հեռացնելու ենք մանր ատամներով։ Ինչպես որ տեսնում եք այս պահին հոլովակի մեջ, աշխատում ենք հենց ֆրեզայի մանր վերևի ատամներով, եզրային հատվածում, քանի որ գելը այդ հատվածներում քիչ է լինում, որից հետո ընդհանուր պարկեցնում ենք ֆրեզան ամբողջ եղունգի մակերեսին եւ աչից ձախ շարժումներով հարթեցնում ենք մակերեսը այնպես, որ հնարավորինս հարթ ստանանք արդյունքը։ Պարտադիր ձեր ձեռքերով պետք է հենվեք եւ դեպի սեղան եւ մատիկներով ձեր մատիկների վրա։ Ուշադիր նայեք, ինչպես եմ հենվել ես, ինչպես եմ պահել գրիչի պես պահել եմ բոր մեքենայի գրիչը եւ ամբողջ ծանրությունը ընկնում է ոչ թե եղունգի վրա հաճախորդի, այլ հենց իմ ձեռքի վրա յանգնում ծանրությունը ու ես հնարավորինս թեթև եմ աշխատում հաճախորդի հետ։ Դա անում ենք նրա համար, որ մակերեսի վրա ստանանք հարթ վերջնական արդյունք, այլ ոչ այսպես ինչպես տեսնում եք նկարի մեջ։ Եթե ունեք իմ մեթոդական գրքույկը, ապա եթե բացեք, կտեսնեք, այնտեղ ես ցուցադրում եմ նկարներով, թե ինչպես հեռացնել ծածկույթը։ Բարձ նկարված է, որ ֆրեզայի հատվածով, որ եղունգի հատվածին ենք շարժում կատարում, եւ ձեզ համար շատ ավելի բարձ կլինի։ Կրկնեք մոդելի վրա, հենց անմիջապես գիրքը բաց, հոլովակը բաց միացրած ժամանակ, որ արդյունքը իսկապես լինի այնպեսին, ինչպեսին որ դուք սպասում եք on-line դասընթացից։ Ես ցույց եմ տալիս, որ գույնային փոփոխությունը այս եղունգի վրա, անկյունային հատվածում ես ցույց է տալիս, որ օդ է անցել, եւ այդ հատվածում մենք պետք է պարտադիր ամբողջովին ծածկույթը հեռացնենք, քանի որ ոչ մի օդային գրպանիկներ չպետք է լինեն ծածկույթ կատարելու ժամանակ։ Քիթիկով ֆրեզայի շատ զգուշ սահմանը գծում եմ, ինչպես որ դուք հիմա տեսնում եք։ Ֆրեզայի քիթիկով թեթև շարժումներով գծեցի ու օդը առանձնացավ։ Օդային գրպանիկը բացեցինք։ Այո, տակից հնարավոր է լինի դեղնագույն երանգ, բայց երբ որ մենք յուղազրկենք եւ խառնենք, եղունգը նա կլինի սովորական գույնի, բաց վարդագույն երանգի։ Եթե գույնը արդեն սկսել է դեղնել, կանաչել, դա արդեն նշան է, որ սկսել է զարգանալ բորբոսը եւ իր վրա ծածկույթ կատարելը արգելվում է։ Վերաբերվող ես ունեմ փոքր հոլովակ, որը կարող եք դիտել Instagram-ի մեջում։ Իսկ ես շարունակում եմ հնարավորինս հարթեցնել ֆրեզայով եղունգի մակերեսը։ Այդպես աշխատում ենք բոլոր մատիկների վրա հերթով, խուսափում եք մաշկին եւ բնական եղունգին ֆրեզայով կպնելուց։ Այստեղ ես աշխատում եմ առանց արագացնել, դուք տեսնում եք, ես այս շարժումներով միշտ աշխատում եմ հենց հաճախորդների հետ։ Տեսեք ինչպես եմ հենվել մատիկով դեպի եղունգ, ինչ շարժումներ եմ կատարում։ Դրեք, կրկնեք մոդելի վրա։ Այս շարժումը կատարելուց ես աշխատում եմ հնարավորինս թեթև եւ փորձում եմ աշխատել լավ հենվելով, թեթև շարժումներով եւ ստանալ հնարավորինս հարթ մակերես, որից հետո խարտոցի կարիք, որ չզգացվի։ Փոշին մաքրում ենք վերևից ներքև շարժումներով, փափուկ փուզայով։ Մյուս ձեռքի վրա ցույց կտամ աշխատանք կերամիկական ֆրեզայով, որը կոչվում է յոլոչկա նույնպես, ամենաունիվերսալներից մեկն է եւ գելը հեռացնելու ժամանակ մենք ընտրում ենք կապույտ կամ կանաչ գծանշանով ֆրեզա։
ֆրեզան ավելի փափուկ է հեռացնում ծածկույթը, բայց իր աշխատանքային ժամկետը ավելի քիչ է, քան տվերդասպլավ ֆրեզաների դեպքում։ Այստեղ ցույց եմ տալիս այլ մեթոդ նյութի հեռացման, վերևից ներքև շարժումներով։ Մենք աշխատում ենք հենված, մեր մատիկը հենվում է եւ վերևից ներքև ամբողջական շարժում ենք կատարում համաչափ հենվելով ֆրեզայով դեպի եղունգ։ Չենք անում շատ ծանր շարժում, չենք անում անիմաստ թեթև շարժումներ։ Այստեղ ես գծեցի ցույց տվեցի, որ ունենք մեծ հատված, որտեղ օդ անցել, որը պետք է հանել քիթիկով ֆրեզայի գծեցի սահմանը, որ տեսնում եմ գույնային փոփոխություն, ու հաճախորդն ասում է, որ լավ ծալվում է եղունգը։ Այդ հատվածում մենք քիթիկով ֆրեզայի անցկացնում ենք, որից հետո ես զգում եմ, որ ցետոքի ծածկույթը մի քիչ հաստ է դեռ։ Եվս փորձում եմ մակերեսը բարակացնել, եվս հանել ծածկույթ եւ կրկին անցնել քիթիկով այն սահմանով, որտեղ որ մենք տեսնում ենք, որ օդ է։ Ինչպես դուք նկատում եք դա հոլովակի մեջ։ Կատարում եմ թեթև շարժումներ, հենված, ու ձեզ հարկավոր է զգալ ձեր սեղմելու աստիճանը, այնպես որ չափից շատ չսեղմեք ու ֆրեզան ուղղակի չպտտվի ու վնասի բնական եղունգը։ Դրա համար մեզ պետք է հենվելով աշխատել, դրա համար մեզ պետք է աշխատել ուշադիր ու հետևել այն process-ին, որ հանկարծ չտաքանա ու հաճախորդը տհաճություն չզգա։ Թեպետ ես ձեզ ասեմ, երբ որ լինում է օդ, այդ ժամանակ հաճախորդը տաքություն զգում է, այո, նյութը հեռացնելուց, որ օդ է լինում, հաճախորդը տաքություն է զգում։ Այստեղ ընդգծելուց հետո ես փորձում եմ իմ մատիկով հասկանալ, բացվում է օդային գրպանիկը, թե ոչ, որից հետո ֆրեզան անջատում, որ մեքենան անջատում եմ, ֆրեզան դնում եմ գրիչը ֆրեզայով դնում եմ ներքև եւ փորձում եմ նարնջի փայտիկով պարզապես բացել, հասկանալ որտեղից է սկսում օդը եւ բացում եմ այդ գրպանը։ Բացելուց հետո հասկանալով որտեղ է այդ սահմանը, ոնց է, ինչ չափի է օդային գրպանիկը, ես շատ հեշտ ու հանգիստ ֆրեզայով եւս 1-2 շարժում եմ կատարում, առանձնացնում եմ բնական եղունգից արհեստական ծածկույթը, գրպանիկը։ Հիմա մենք անցանք հաջորդ մատիկին, ուշադիր նայում ենք իմ աշխատելու ընթացքին։ Ես շարժումները սկսում եմ կատարել կողային հատվածով։ Այստեղ մենք նույնպես ունենք օդային գրպան վերևից, ու երբ որ մենք աշխատում ենք եղունգի վրայով, հաճախորդը զգում է տհաճություն, որտեղ ինքը խփել է եւ ցավում է, ծալվել է եղունգը։ Ստրեսային հատվածում եղունգը ծալվել է եւ ամեն հպումից դեպի եղունգ ֆրեզայով հաճախորդը զգում է ցավ։ Դրա համար իմ բութ մատիկով ցախ ձեռքի ես պահում եմ եղունգը, պահում եմ ծածկույթը վերևի հատվածում եւ կեսով չափ, տեսեք, կեսից սկսում եմ արագ-արագ նյութը հանել։ Հանում եմ նյութի 90%-ը։ Այսպես։ Ու միաժամանակ գծելով այն սահմանը, որը որ դեռ կպած է, ու որը որ օդային գրպանիկ է։ Կողքից մենք դիտավորյալ այսենց նկարել ենք, որ դուք պարզ տեսնեք ինչ ենք անում, ինչքան նյութ ենք անում, ինչ շարժումներով, ուշադրություն դարձրեք, որ հատվածով եմ, որ դեպքում ես աշխատում։ Երբ որ ես ուզում եմ գծեմ սահմանը, ես աշխատում եմ ֆրեզայի քիթիկի հատվածով։ Երբ ես ուզում եմ հանել միանգամից մեծ քանակի նյութ, ես աշխատում եմ ֆրեզայի խոշոր ատամիկներով։ Երբ որ ես աշխատում եմ կողքի հատվածում, որտեղ որ նյութը շատ է, ես աշխատում եմ ֆրեզայի թուշիկի հատվածով, կողային վերևի հատվածով։ Իսկ հիմա զգուշորեն արդեն մենք հասել ենք եղունգի հիմքին գրեթե, այստեղ արդեն ձեր շարժումները կրկնակի անգամ ավելի զգուշ պետք է լինեն, ավելի թեթև պետք է լինեն, որ հանկարծ այդ բնական եղունգի դրսալ շերտը չվնասեք ֆրեզայով, չկպնեք։ Հիմա կողքերից է կպած նյութը հիմնականում, ու շատ կարևոր է մեր բութ մատիկով ցախ ձեռքի հիմքը պահենք, այն ինչը որ առանձնացված ավելի ճիշտ, մենք պահենք, որից հետո այսպես զգուշորեն ընդգծենք սահմանը, որը պարզ երևում է, ու արդեն սկսենք նյութը հանել ավելի ճիշտ փայտիկով, այսպես հրելով, փորձելով, այսպես փորձում ենք հասկանալ, արդյոք բացվում է այն, առանձնանում է, թե դեռ պահող հատված ունի։ Զորով խնդրում եմ, չպոկեք։ Եթե դուք փորձեք պոկել, վնասվելու է տակի եղունգի շերտը, որը մեկը մյուսի հետևից իրար քաշելու են, եւ վնասվելու է եղունգը։ Ես դեռ փորձում եմ ֆրեզայով կրկին բարակացնել մակերեսը։ Երբ մենք մակերեսը բարակացնում ենք, ավելի հեշտ է ստացվում առանձնացնել առանց եղունգի վնասի։ Իհարկե, այս ամենը ես կարող եի շատ արագ 1-2 շարժումով անեի, բայց ես այդ դեպքում վնասելու էի եղունգը։ Բայց տվյալ դեպքում ես փորձում եմ հասկանալ, որ հատվածում է պահող
այդ կետը, որ ես շատ զգուշ կարողանամ այն առանձնացնել։ Կրկին վերադառնում եմ նարնջի փայտիկին, որպեսզի նա ինձ օգնի այդ սահմանը հասկանալ, առանց վնասելու։ Տեսեք, վերևի հատվածում ահագին բավականին մեծ հատված օդ է։ Զուտ կողքերից նյութը պահում է։ Այդ դրամ էլ մենք չենք կարող միանգամից անենք, որտեղ ամենաեզրային կողային հատվածներում մենք ունենք պահող նյութը պահող հատվածներ։ Դիտավորյալ ձեզ համար նման մոդել գտա, որ կարողանա հնարավորինս մանրամասն դեպքեր ցույց տալ։ Ու դե ֆրեզայով ես հարթեցրեցի այդ հատվածը, ու հիմա ձեզ ցույց եմ տալիս, որ հենց աճման կետերին հատվածում է ճաքը տեղի ունեցել։ Նախ հաճախորդի երկու աշխատող մատիկների վրա է տեղի ունեցել նման խնդիրը, աջ ձեռքի ցուցամատն ու միջնամատի վրա ինքը ասեց, որ համհարված է եղել, համնագրոսկեն շատ է եղել այդ մատիկների վրա, իրոք ինքը շատ է տանջել իր ձեռքերը, դրա համար էլ ունենք այնինչ ունենք։ Եվ շատ լավ է, որ ունենք նման դեպքեր, որը կարող եմ ձեզ ցույց տալ, որ դուք նույնպես առանց ցավի, առանց վնասելու հաճախորդին կարողանաք օգնել եւ հասնել արդյունքի։ Հաջորդ մատիկի վրա տեսեք կրկին նյութի հեռացում տեղի ունենում, աշխատում ենք հենվելով, աշխատում ենք վերևից ներքև ամբողջական շարժում կատարելով, հավասարաչափ ճնշումը գործադրեք։ Եթե դուք առանց հենվելու աշխատեք, լինելու է դիկ ու փոսիկներ շատ են լինելու, անհարթ մակերես է լինելու։ Աշխատում եք վերևից ներքև ամբողջական շարժում, որից հետո աջ կողմը եղունգի ներքևի աջ կողմը դուք դեպի ձեզ նույնպես դատարկում եք ծածկույթը, հետո հենվելով շրջում եք հաճախորդի մատիկը կողքի եւ շարժվում եք դեպի սինուսային հատված։ Ուշադիր հետևում եք իմ շարժումներին։ Վակավոյ վալիկը կողային թմբիկը ես լավ բացել եմ ցաղ ձեռքի աջ մատիկով, լավ բացել եմ, որ ֆրեզան չկպնի մաշկին հանկարծ։ Հիմա դուք շատ լավ տեսնում եք ինչ շարժումներով, ինչ թեթև, զգուշ ես կատարում եմ նյութի հեռացումը եզրերից։ Եզրերը մշակելուց հետո այսպես աճից ցաղ շարժումներով մենք հարթեցնում ենք ընդհանուր եղունգի մակերեսը։ Այս եղունգի վրա դուք տեսաք, որ օդ չկար, ծածկույթը իդեալական պահպանվել է, բնականաբար նյութի հեռացումն էլ շատ արագ ու հեշտ է իրականացվում։ Դուք թեքում եք եղունգը, նայում եք կողքից, տեսնում եք, որ հնարավորինս հարթ մակերես ստանաք։